Եկեք միասին պատրաստենք ինքնաեփվող բրնձով փլավ։ Նախորդ անգամվանից հետո ես ավելի հմուտ եմ։ Դա ինչա գրած։ Ничего не понятно, но очень интересненько։ Բացենք, տեսնենք ինչ կա մեջը։ Սիստեմաները։ Սա նատրի խլորն է, սա գլյուկոզը։ Ջուր չռմա։ Իսկ թվում է սա կատետրն է մեր։ Համաներնում է։ Սա մեր տիեզերագնացների համար նախատեսված ուտելիքն է։ Սա ինչ որ բան է, գտալ։ Այն տաքացնելու համար նախատեսված պակետիկներից։ Ես հանգիստ եմ։ Բրինձը կլցնեմ այստեղ։ Ոյ, ինչ է շոտ։ Հետո չգիտեմ ինչ պետք է անեմ։ Էս ինչ է այստեղ։ Էս ինչ որ բան է, որ պետք է ինձ թվում է այստեղ դնենք։ Ինչպես պատրաստել թույն տան պայմաններում։ Վերցնում եք թրաշի փրփուրը, տանը եթե կատու ունեք, կատվի կերը։ Ոյ աստված, կատվի կերը, սա իսկականից։ Այստեղ փոքրինչ տարածվել է գարշահոտ։ Ասում եմ լցրեք համապատասխան ջուրը, ես ինչ իմանամ, որ մեկն է համապատասխան ու որը թույնը։ Քանի որ 40 րոպե ուսումնասիրելուց հետո ես այդպես էլ չհասկացա այս սիստեմայի ջրերը, որ հատվածում պետք է լցնենք, եկեք ես իմ ջուրը մեջը լցնեմ, էլի կրանթից անաղարտ ջուր։ Քանի որ վստահ չէ ես մեջտեղինի մեջ արի թե չէ, մի քիչ եմ լցրել ջուրը։ Բացում ենք ատոմային բոմբը։ Ես այս գժուկի հետ մեկ անգամ արդեն փորձ ունեցել եմ։ Զգուշորեն դնում ենք։ Եկեք միանգամից հենց իր սիստեմայի ջրերն էլ լցնենք մեջը։ Այսպես տեղադրում ենք եւ 15 րոպե անց ունենալու ենք տաք համեղ բրնձով փլավ։ Ես մեջից արդեն ձայները լսում եմ, ցենց անում։ Թուսանք չի պայթի ուղակի։ Եթե ցանկանում եք իմանալ արդյոք ես տունը պաժարտվեցի եւ արդյոք ես դրա համար ծեծ կերա, կարող եք գնալ մաս 2, ինձ թվում է 15 րոպեից կտեղադրեմ։